Հարցս հարգելի հետևորդներ, հետևյալ հոլովակի միջոցով կներկայացնեմ ինչպես կարելի է ներբեռնել ձեզ անհրաժեշտ հողամասի կադաստրային սահմանները QGIS ծրագրի մեջ։ Դա անելու համար անհրաժեշտ է գալ ահա այս կայք, հղումը կթողեմ հոլովակի ներքևում, կարող եք բացել, ուսումնասիրել։ Այստեղ ներառված են ՀՀ տարածքի բոլոր հողամասերի կադաստրային սահմանները, ինչպես օգտվել այս կայքից, ինչպես ներբեռնել այս բոլոր տարածքների կադաստրային սահմանները։ Դա անելու համար անհրաժեշտ է նշել հողամասի վրա, այստեղ աջ կողմում ձեր մոտ կբացվի ահա այսպիսի մի պատուհան, որտեղ նշված է կադաստրային ծածկագիր հողամասի, կարող եք նշել սա հողամասը, թե կվարտալը, մեզ հիմա անհրաժեշտ է, որ այն հողամասը լինի, այստեղ իր կոորդինատներն են, ներքևում այս հրամանների միջոցով կարող եք դիտել այդ հողամասը GeoGIS-ում կայքում, կարող եք խմբագրել այն և նմանատիպ այլ գործողություններ, այսինքն OpenStreetMap կայքում։ Ներքևում էքսպորտ կադաստրային ինֆորմացիայի, ահա այս արտացման միջոցով, այս գործիքների միջոցով մենք կստանանք մեզ անհրաժեշտ տարածքների կադաստրային սահմանները։ Դա անելու համար կարող ենք օգտվել WCAT ահա այս ֆորմատից, կարող ենք օգտվել GeoGIS-ից, բայց մեզ այժմ անհրաժեշտ է ահա այս հղումը։ Սեղմելով այս հղումի վրա կտեղափոխվենք ահա այս կայք, որտեղից սեղմելով Save GeoGIS-ում կամ TopoGIS-ում կարող եք նաև մնացած բոլոր այս հնարավորությունների միջոցով կարող եք ներբեռնել, մեզ հիմա առավել նպատակահարմար է օգտագործել GeoGIS-ը։ Դարձնենք Save GeoGIS-ում, տեսնում եք ֆայլը իմ մոտ ներբեռնվեց։ Դա անելուց հետո նույն գործողությունները անենք այս 4 հողամասերի համար, տեսեք, երբ որ սեղմում ենք բոլոր 4-ի վրա, մեր մոտ բոլորի մոտ էլ ահա առաջ է գալիս այս գործիքը կազմում։ Ի տարբերություն բոլոր այս հողամասերի, ահա այս տարածքի կադաստրը ստանալու համար մեզ առաջարկում միայն WCAT, ահա այս գործիքը։ Ինչպես օգտվել այս գործիքից։ Տալիս ենք copy, սա տեքստային WCAT ֆայլ է, այսինքն մենք այժմ copy արեցինք տեքստ, որը իր մեջ պարունակում է տեղեկատվություն կոնկրետ տարածքի վերաբերյալ։ Վերադառնանք մեր QGIS ֆայլ, ներբեռնենք մեր կողմից արդեն իսկ վերցված հողատարածքները, կադաստրերը, տեղափոխենք մեր ֆայլ և այժմ մեզ անհրաժեշտ է ստանալ նաև այս հողատարածքի սահմանները։ Դա անելու համար կանենք հետևյալը. կսեղմենք Plugin, Manager and Install Plugins։ Այստեղից անհրաժեշտ է ստանալ, այստեղ նորից ես գրեմ WCAT և մեզ անհրաժեշտ է այստեղից ներբեռնել Quick WCAT plugin-ը, որի միջոցով մենք կստանանք մեր հողամասը, այն իմ մոտ արդեն իսկ ներբեռնված է, ձեզ անհրաժեշտ է սեղմել Install և ներբեռնել։ Այդ plugin-ը ներբեռնելուց հետո ձեր մոտ առաջ կգա ահա այսպիսի մի գործիք, իր վրա սեղմելով այստեղ անհրաժեշտ է նշել Polygon WCAT, սա անհրաժեշտ է ջնջել և իր փոխարեն տեղադրել մեր ահա այս տեքստը, որը որ մենք այնտեղ պատճենեցինք։
Okay. Ահա այս ձևով ստացանք մեր տարածքը։ Այժմ անհրաժեշտ է այս տարածքը տեղափոխել դեպի մեր հողամաս։ Դա անելու համար կօգտվենք հետևյալ գործիքներից՝ rotate, scale եւ տեղափոխություն։ Դա այս գործիքները առաջ բերելու համար անհրաժեշտ է գալ View, Toolbars եւ այստեղ Advanced Digitizing Toolbar։ Դա ակտիվացնելուց հետո ձեր մոտ առաջ կգան այս գործիքները։ Տեղափոխումը իրականացնում հետևյալ ձևով, սեղմում ենք Editing Tool-ը, այսինքն խմբագրման հնարավորությունը ակտիվացնում ենք, որից հետո սեղմելով գործիքի վրա ուղղակիորեն տեղափոխում ենք այն մեր հողամասի մոտ, այս տարրերի մոտ։ Այժմ ես ենք տեղափոխեմ։ Այսպիսով ես տեղափոխեցի մեր այդ տարածքը դեպի մեր հողամասեր։ Այժմ անհրաժեշտ է այս ստացված տարածքներից ստանալ կադաստրային քարտեզ։ Դա անելու համար անհրաժեշտ է նախ բերեք սա միավորենք այսպես vector data management tools եւ merge vector layers։ Դա անելուց հետո նշում ենք այստեղ select all, այստեղ նշում ենք կոորդինատային համակարգը տեղակայման եւ նշում ենք թե որտեղ։ Այստեղ նշում ենք 0.1 save եւ տալիս ենք run։ Այս շերտերը այլևս մեզ պետք չեն, remove, okay, այստեղ նշում ենք styles, կամ եկեք իր մեջ մտնենք, այստեղ սա սպիտակացնենք, կամ միգուցե նաև transparency, բայց չբերեք սպիտակ լինի, այստեղ գծի տեսակը տալիս ենք կարմիր գույն, հաստությունը 15, գծի տեսակը սա, կետագիծ, միգուցե մի քիչ ավելի հաստ, դա արդեն իհարկե թերթի վրա պետք է դիտել, կադաստրային քարտեզ։ Տեղափոխենք մեր ծագիր մեկը 1000-ի ավելի փոքր, մեր մոտ թղթի ֆորմատը այստեղ տվել ենք A4, բերեք A3, այսպեսի մի բան, 1000, բավարար է։ Բերեք այսպես ուրեմն կարելի իհարկե գծի տեսակը ավելի հաստատել։ Սա անելուց հետո վերադառնանք մեզ անհրաժեշտ է նաև որպեսզի գծագրի վրա մեր մոտ արտահայտվեն կադաստրային ծածկագրեր հողամասերի։ Եկեք անկախ ամենից այս շերտը անտանք կադաստր։
Սեղ մենք խմբագրումը մտնենք իր ատրիբուտները, այստեղ եկեք այս ամենը ջնջենք, ստեղծենք նոր վանդակներ, վայեց, վանդակներ շարք, անունը տնենք կադաստրային ծածկագրեր, և այստեղ նշենք տեքստ, նշենք 30, սիմվոլիկ թիվ, և OK։ Այժմ ամեն ուղղամասի համար պետք է իր կադաստրային համապատասխանող ծածկագիրը գրենք։ Այսպիսով ծածկագրերը լրացնելուց հետո այստեղ save մեզ անհրաժեշտ է, որպեսզի գծագրի վրա այդ ծածկագրերը արտահայտվեն, սեղմում ենք կադաստրի վրա, այստեղ labels, քնարեք սա labels, single label և այստեղ նշենք կադաստրային ծածկագիր։ Եվ այսքանը սա տանք լոկ, որպեսզի այն չփոխվի, տեսնենք ուղղամասի սահմանները, բերեք նաև այստեղ ես կավելացնեմ այժմ սա մասշտաբի մեր գծային կանոնը, այսպես կոչված, բերեք ոչ թե այսպես այն պատկերվի, այլ թվային, շատ ավելի հարմար է, փոքր նախագծերի պարագայում, և այսքանը։ Հուսով եմ այս հոլովակը ձեզ օգտակար կլինի և բարի օգտագործում։